Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ի վերջո, ինչ է ասում Ռուսաստանը, Սյունիքի ամերիկյան ճանապարհ նահանգների նախագահի պատվին անվանակոչված միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղի գալու մտադրություն ունեն, Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչն է հայտարարում, հաստատում երկրի պատրաստակամությունը ուսումնասիրելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք ծրագրին միանալու հնարավոր տարբերակը, այդ թվում մեջբերում եմ ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին, որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մնում է ուժի մեջ։ Օգոստոսյան գագաթնաժողովից հետո Մոսկվան այս էլ որերորդ անգամ է ցույց դնում Հարավային Կովկասի թոփ նորության նկատմամբ իր հետաքրքրությունը, միայն թե նույն ընթացքում պաշտոնական Երևանից տարբեր պաշտոնյաներ արդեն բանաձևել են, սա երկկողմ ծրագիր է, որևէ երրորդ կողմի ներգրավվածության համար կանաչ լույս պետք է վառի նաև Միացյալ Նահանգները։ Ավելին, հենց Վաշինգտոնում վերջերս պետքարտուղար Ռուբիոյի հետ մեր երկրի գլխավոր դիվանագետը հաստատեց թրիփ նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը եւ դրանից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Արարատ Միրզոյանը նշեց, որ Թրամփի երթուղու ծրագրին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը չի տեսնում։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին թրիփում ոչ, բայց թրիփի շարունակություն, թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Փորձագետ վերլուծաբանների գնահատմամբ թրիփին միանալու համար որևէ երրորդ երկրի կանաչ լույսի վառելու հարցում Երևանը մշտապես հիշում ու ընդգծում է, որ ծրագիրը երկկողմ է, ամեն բան միայն Հայաստանից կախված չէ, երբ համագործակցության ձեռքը Ռուսաստանից է, իսկ եվրոպական երկրների Սյունիքի այս ճանապարհ գալու հարցում իշխանությունների կողմից ոգևորություն, ավելին շահագրգռվածություն են տեսնում։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ խոսում ենք երկարատև նաեւ անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանում նաեւ կայունության մասին, ապա ճիշտ կլինի, որ այդ ծրագրում ներգրաված լինեն տարածաշրջանի հիմնական գործոնները։ Այդ թվում նաեւ Ռուսաստան, հետագայում լավ կլիներ, որ նաեւ այդ ծրագրին միանան նաեւ Եվրամիությունն ու օրինակ Չինաստանը։ Դա իսկապես կբերեր կայուն խաղաղություն մեր տարածաշրջանին, կպահպանվեր այդ բալանսը եւ հետեւաբար Հայաստանը չէր դիտարկվի որպես մի տարածք, որտեղ շահերի բախում է տեղի ունենում։ Սակայն եթե մենք խոսում ենք այսօրվա իշխանությունների, տեսլական առաջարկում են Ռուսաստանին վերանորոգել որոշ ճանապարհներ, որոնք միավորում են Հայաստանը Ադրբեջանի հետ եւ Հայաստանը Թուրքիայի հետ։ Այս ենթակառուցվածքների վերանորոգման մասին առանց կոնկրետ դետալներ հստակեցնելու օրերս ճեպազրույցում վարչապետը հայտարարեց, որ դրական ազդակներ են տեսնում։ Ռուսաստանից արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զախարովան էլ մանրամասնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապող Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումները մշակում են արագորեն։ Իրանի զինված ուժերը մատը ձգանին պահած սպասում է հարձակում լինի Իրանի զինված ուժերի վրա միանգամից հակահարված կտա։ Ես սպասում եմ Իրանին հարվածելուն եւ մի քանի այլ խոշոր իրադարձությունների առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Սերբիայի նախագահի նախատեսած Իրանին Ամերիկայի հարված հասցնելու ժամկետը մոտենում է ավարտին։ Միջազգային լրատվամիջոցները վերահաս վտանգի վերաբերյալ հղում են անում նաև Վուչիչին։ Իրանում ինչպես միշտ հանգիստ տոնայնությամբ ու խորհրդավոր ժպիտով ամերիկյան սպառնալիքներին է անդրադարձել Իրանի հոգևոր առաջնորդը։ Մենք չենք ձգտում հարձակվել որևէ երկրի վրա, այլ կհարվածենք յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կհետապնդի Թեհրանին։ Իհարկե, ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ պատերազմը կլինի տարածաշրջանային։ Հայաստանյան քաղաքագիտական համայնքը կարծում է, որ այնուամենայնիվ Ամերիկան ընդդեմ Իրանի կդիմի ռազմական գործողությունների։ Հարց է, թե դրանք ինչ
մասշտաբների կհասնեն։ Ինչքան ավելի մեծանալ լարվածությունը, այնքան ավելի վատ մեզ համար, որովհետև մենք ամեն դեպքում այդ տարածաշրջանում ենք եւ այս իրավիճակից մեջ հնարավոր նված կորուստներով դուրս գալու միակ ճանապարհը այն է, որ այստեղ տիրի խաղաղություն եւ այստեղ բախվեն ոչ թե ռազմական շահերը, այլ տնտեսական շահերը։ Եթե ռազմական գործողություններ լինեն, մենք վերածում ենք թատերաբեկ։ Լարվածության ֆոնին Իրանը զուգահեռաբար բանակցություններ է վարում Ռուսաստանի Թուրքիայի հետ։ Իրանի վրա Ամերիկայի հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստում քննարկում է Ամերիկայի կողմից Իրանին հարվածելու սպառնալիքները։ Ըստ վերլուծաբանների տարածաշրջանում վիճակն էլ ավելի կսրվի, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվեն Իրանի հարցում եւ մասշտաբները ընդլայնվեն։ Այս պարագայում հնարավոր է, որ Ադրբեջանը ներքաշվի Հայաստանի հետ պատերազմի մեջ կատարելով խոշոր տերությունների, մասնավորապես Միացյալ Նահանգների հրահանգը։ Ադրբեջանը չի որոշելու եւ Իրանն էլ ոչինչ չի կարողանալու անել։ Տեսեք, Իրանի վիճակը այդքան բարդ է եւ Ադրբեջանի նախագահը շատ արագ խոսակցություն ունեցավ Իրանի նախագահի հետ, որովհետեւ Ադրբեջանը ինքը հասկանում է, որ կարող է տարածաշրջանը թիրախավորվել եւ նախապես ինքը իրեն ապահովագրում է։ Հայաստանի իշխանությունները ցավոք ամենատեպս տեսանելի, այդպես բաց ինֆորմացիոն դաշտերում կատեսի շատ пассив են կենտրոնացած են ներքաղաքական խնդիրների։ Իրանը որքան կոշտ է պատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքներին, այնքան Թրամփը ավելի զգուշավոր է դառնում։ Սպիտակ տան առաջնորդը հիմա էլ ասում է, թե հույս ունի համաձայնության կգա Իրանի հետ։ Թեհրանը կողմնակից է Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուն։ Ցավոք մենք կորցրել ենք վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ որպես բանակցային գործընկեր, սակայն տարածաշրջանի բարեկամ երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստում է արդյունավետ շփումներին։ Երբ որ Թրամփը հայտարարում է, որ իրենք նախընտրում են բանակցությունները, այդ դեպքում դիմացին ավելի լավ կլինի պատրաստվի պատերազմի։ Ամեն դեպքում ռազմական էսկալացիայի հավանականությունը ավելի մեծ է, քան բանակցությունների ճանապարհով կարգավորումը։ Օրեր առաջ Եվրամիության երկրների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես ճանաչեցին ահաբեկչական կազմակերպություն։ Իրանի իշխանությունները արձագանքել են Եվրամիության այդ որոշմանը։ Իրանի խորհրդարանը կոչ արել երկրներից վտարել եվրոպացի ռազմական կցորդներին։ Թեհրանում գտնվող Եվրամիության բոլոր դեսպաններին էլ կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին մեղադրյալի կարգավիճակով են քննչականում հարցաքննել։ Նաթան, Հովնան, Վահան, Մուշեղ, Հայկազուն եւ Մակար Սրբազանները ըստ իրավապահների խոչընդոտել են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին այդ պաշտոնու վերականգնելու դատական ակտի կատարմանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ումի դեպ օրերս Մայրաթորը նաեւ կարգալույց հրճակեց, դասելով աշխարհականների շարքին Արման Սարոյան Ավազանի անունով հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոքիչների խմբից է, միացել է վարչապետին, պահանջում է հանգստի կոչել ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին եւ հիշեցնենք դատարան է հասել վիճարկելու հենց վեհափառ հայրապետի տնօրինությունը իրեն թեմակալ առաջնորդությունից ազատելու վերաբերյալ ու դատարանը մինչև վերջնական որոշումը հայցի ապահովման միջոց էր կիրառել ըստ էության Մայր եկեղեցուն պարտավորեցնելով Գևորգ եպիսկոպոսին վերականգնել այդ պաշտոնում, սակայն այս նույն ընթացքում Մայրաթորը ոչ միայն չվերականգնեց նրա նախկին պաշտոնը, այլև ընդառաջ Գերագույն հոգևոր խորհրդի որոշման, որի անդամներն էին արդեն մեղադրյալի կարգավիճակով 6 սրբազանները, ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց հրճակեց բարձրաստիճան հոգևորականներին իշխանությունների համար ներեկեղեցական կյանքին միջամտելու հերթական պայմանն ու առիթը ստեղծելու, ինչպես նաև Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու հիմնավորումներով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական բարույթ։ 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի եւ հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների ակնհայտ վկայություն Մայրաթորն այսպես է բնորոշում տեղի ունեցողը։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսները ավստրիական Սանկտ Պյոլտենում պետք է ժողով գումարեին այս ամսվա կեսին, փետրվարի 16-ից 19։ Հայաստանից դուրս հավաքվելու որոշումը Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել էր, հաշվի առնելով մեր երկրում տիրող ակնհայտ քաղաքական անկայուն իրավիճակը, ինչպես ձևակերպել էին։ Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած հոգևորականները միանգամից հայտարարեցին, թե չեն գնա Սանկտ Պյոլտեն եւ հիմա փաստացի ժողովին չեն կարողանա հասնել նաև Գերագույն խորհրդի եւս 6 անդամ, նաև նիստերի քարտուղարը 7-րդ հոգևորականը, ում նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։ Այս արագությունը, շատ արագ խափանման միջոցների ընտրությունը, շաբաթ օրով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման առկայությունը, միանգամից մեղադրելով ծանոթել ազգին, որը շատ քիչ դեպքերում է լինում, խոսում են այն մասին, որ այո, հիմնական նպատակը ազատ տեղաշարժը սահմանափակելն է Հայաստանի Հանրապետությունից ելք արձակելն է, որպեսզի ինքը տապալվի։ Փաստաբան Արմինե Ֆանյանը, ով գուգարած թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի շահերն է ներկայացնում, պնդում է, պետությունը չի կարող գրաքննել ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը։ Որևէ արտասության հոգևորականի անգամ կարգառույց անելը կաթողիկոսի բացառիկ տնօրինությունն է։ Եվ այստեղ հարցը նրանում է, որ ոչ թե Գերագույն խորհուրդն է որոշում կայացնում կարգառույց հռչակել, այլ առաջարկում է կաթողիկոսին, հետևաբար պետության վերաքննության ենթարկել կաթողիկոսի տնօրինությունը, ուղիղ ներքին միջամտություն է։ Այս դեպքում հնարավոր է արդյոք եպիսկոպոսած ժողովին հեռավար մասնակցելու հնարավորություն ունենան երկրից դուրս գալու իրավունք չունեցող բարձրաստիճան հոգևորականները։ Նաթան Սրբազանի մեկնաբանությունը Մայրաթորեբակից կարճ էր։ Ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել։ Փետրվարի 1-ին Արարատի մարզում ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 30-ամյա Արմանը Միցուբիշիով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։ Մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ժամանել են փրկարարության Երևանի թիվ 10-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները։ Ի դեպ պարզվել է, որ մահացածը ավտոմրցաշարի մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկար։ Վերևից այնտեղ տեսնում եք քաղաքացիներ են կանգնած։ Այդ հատվածից մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է գողաշրջված հայտնվել է այստեղ։ Փետրվարի 1-ին Սարալանջից դեպի Սարիթաղ տանող թիվ 57 հասցեի դիմաց բախվել են BMW-ն եւ 41-ամյա Մաշտոցի Նիսանը։ Վերջինը կողաշրջվել է հայտնվել երթևեկելի գոտում, իսկ BMW-ն բախվել է տանկարե պատնեշին։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի եւ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ։ Փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են վիրավորներից մեկին մեքենայից դուրս բերելու համար հատուկ տեխնիկա օգտագործել։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ճանապարհը լրիվ սառած է, մերկասառույց աղ ու ավազով կարելի ասել մշակված չի եղել։ Հետևաբար մնում է պարզել անվա դողերը ձմեռային են, թե ոչ։ Հերացի փողոցում էլ բախվել են Mazda 6-ը, Nissan-ն ու Mercedes-ը, 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժողություն են ցուցաբերել վիրավորներին։ Դարձյալ փետրվարի 1-ին մերկասառույցի պատճառով Աբովյան Արզենի ճանապարհին բախվել են Nissan-ն ու Opel-ը։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Հավաքվածների խոսքով Opel-ի հետևի 2 անվադողը ոչ ձմեռային են եղել։ Ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց եւ միայն ժամեր անց են, ես ոչ թե եկել աղու ավազով մշակել են, այլ եղանակն է, երևի մի քիչ տաքացել է, դրա համար էլ մերկասառույցը դարել է ջուր։
Իսկ հունվարի 31-ին Իսակովի պողոտայում բախվել են Պորշկայենը, Բիդը եւ Օփելը, 4 հոգու օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նախնական տեղեկություններով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց։ Կոտայքի մարզում Հրազդան քաղաքի Հայֆիդայիների փողոցում 29-ամյա Վլադիմիրը Օփելով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու կողաշրջվել։ 48-ամյա ուղևորը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տակիցեսյան։ Հունվարի 31-ին Կոմիտասի պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են 29-ամյա Սմբատի Վազ 21-21-ը եւ 26-ամյա Նաիրի Մերսեդեսը։ Նիվայի հետևի երկու անվահեծանները կոտրվել են, շպրտվել, վնասելով մայթին տեղադրված առևտրի կրպակը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարավանությամբ գործող ծաղկի սրահի աշխատակիցները, նաեւ օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն էլ նրանց տեղափոխել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի հրամանատար Գոր Արաքելյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։ Հունվարի 31-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում։ Ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, օպերատիվ են գործել նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Սա նորակառույց է, նորակառույց շենք է ըստ նախնական տեղեկությունների եւ ուժասներ կարծես թե լավ է, բարեբախտաբար չկան։